Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օրհնե բոլորիդ։ Մենք ուրախանում ենք, որ մեզի Տերը գտավ այս աշխարհից։ Երբեմն պատկերացնում ենք, որ հոգևոր չլինենք, այս աշխարհի մեջ լինենք, այս մեղքի կյանքի մեջ հիմա աբագանվել ենք։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ գտավ։ Եվ մեզ գտավ ոչ թե, որ մեզ գցե կարելիների, չի կարելիների գիրկը, այլ մեզ բացե լուր ճշմարտություններ, որ մենք այս աշխարհում չգիտենք, որտեղ շատ անգամ, երբ որ մարդիկ իմանում են հավատացյալ ենք, այդպես հարցնում են, ձեր մոտ ինչ են անում, ոնց են անում, դուք սպես եք անում, այնպես եք անում, բայց հավատքը դրանք չեն, հավատքը մարդու հոգու աշխարհի հետ կապված շատ կարևոր խորհուրդներ է, որ մենք առանց Քրիստոսի խավարի մեջ ենք եւ շատ բաներ չգիտենք, ինքներս մեզ էլ չգիտենք, մեր մասին մեծ կարծիք ունենք եւ մտածում ենք մենք լավ հասկանում ենք, ամեն ինչ գիտենք, բայց ահա Տերը մեզ բացեց, որ մեր ներսը կա արգելք եւ այդ արգելքը, խավարը, մեղքը մեզ թույլ չի տալիս իրականությունը ճիշտ տեսնելու, եղբայրներ, քույրեր։ Եվ ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 16-րդ գլխից 16-րդ գլուխ 13 խոսքից։ Եվ Հիսուսը դուրս գնաց Փիլիպիա Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ով են ասում, որ Մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին. ոմանք թե Հովանես Մկրտիչը, իսկ մյուսները Եղիան, ուրիշները Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասեց. իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ։ Կշարունակեմ դեռ այս մասին, բայց հետաքրքիր է, չէ՞, կխնդրեմ լուշադիր լսենք։ Հրյաների մեջ, Աբրահամի սերունդի մեջ, Երուսաղեմում բնակվողների մեջ, ընդհանրապես կամ բոլոր աշխարհում մեկը չեղավ, որ կարողանար Հիսուսի ճիշտ գնահատել եւ կարողանար ճանաչել ու ասել ով է Հիսուսը։ Միթե մարդու ներքին աշխարհը, իր կրթությունը, իր դաստիարակությունը, չգիտեմ, իր անցած ճանապարհը, փորձառությունը, իր գիտությունը, իմաստությունը, միթե այս աշխարհում այդպիսի մի խելացի մեկը չկար, որ ճանաչեր եւ ասեր, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ որ Տերը հարց տվեց, աշակերտները ում մասին որ ասում էին, բոլորը մարդ էին։ Հովանես Մկրտիչը մարդ, Երեմիան մարդ, Եղիան մարդ, ոչ մեկի մտքով, ոչ մեկը չկարողացավ հասկանալ, ոչ մեկը չկարողացավ ճանաչել, ով է Հիսուսը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ես մտածում եմ, որ մարդու անձի կյանքը, մարդու ծնունդը, մարդու ներքին աշխարհը, որով ինքը ինչ հավատքով որ եկել է այս աշխարհ, բավարար չէ ճանաչելու երկնային կյանքը եւ ճշմարտությունը։ Մարդու միտքը ապականված է, մարդու ներքին աշխարհը խավարի մեջ է, մարդու անձի կյանքը բավարար չէ անգամ թագավոր լինելը, պաշտոնը։ Տեսեք Մարկոս ավետարանի մեջ, կարդում եմ Մարկոս 6-րդ գլխի մեջ, եղբայրներ, քույրեր, Մարկոս 6-րդ գլուխ հետևյալ խոսքերը 14 խոսքից։ Եվ Հերովդես թագավորը լսեց, որովհետև նրա անունը հայտնի եղավ, եւ ասում էր, թե Հովանես Մկրտիչը մեռելների միջից հարություն է առել, նրա համար զորություններ են գործվում նրանով։ Թագավորը Հիսուսի մասին ասեց, որ ինքը Հովանես Մկրտիչն է։ Ես հարց կտամ, ուրեմն թագավոր լինելն էլ է քիչ։ Եթե ուզում եք հասնել թագավորության, որ ճանաչեք կյանքը,
մի սխալվեք, Հերովդեսը թագավոր էր, եւ թագավոր լինելը, իշխանական կյանքը, Աստծո խոսքն ասում է, որ իշխաններից ոչ ով չճանաչեց, ունենալ ծառաներ, ունենալ հեղինակություն, ունենալ դիրք, լինել թագավոր, հրամաններ տալ, նստել գահին, իշխել ու թագավորել մի ամբողջ երկիր եւ չճանաչել Հիսուսին, սա խոսում է մարդու ներքին աշխարհի կուրության եւ խավարի մասին։ Եվ սա ոչ թե մի անձի, սա խոսում է բուն աշխարհի մասին, որտեղ Հովանես Ավետարանի մեջ կա, չէ՞ գրված, աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Ամբողջ աշխարհ ասելով, այն անձը, աշխարհում գտնվող անձը, մարդկային ծնունդը, դրա համար Հիսուսը Նիկոդեմոսին ասեց, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել, մտնել երկնքի արքայություն, այսինքն մեր ծնունդը, լինենք թագավոր, իշխան, լինենք, չգիտեմ, Աբրահամի սերունդը, ոչ մեկը, դրա համար հրյաները տարակուսանքի մեջ էին, մարդու ներքին աշխարհը լցված էր զգացմունքներով, պատկերացումներով, երբ որ կարդում ես Հովանեսի ավետարանը, տեսնում ես մարդիկ ասում էին, այդպեսի պատկերացումներ ունեին, միթե Հիսուսը որ կա, չգիտեմ որտեղից կուկա, բայց մենք գիտենք, որ Հիսուսն որ կա, ոչ մեկը չի իմանա, թե որտեղից կուկա, սա պատկերացումներ է, մարդկային պատկերացումներ, եւ մարդիկ ասում են, ինչպես կարող է զորությունները գործվել, ճանաչում ենք իրան, գիտենք, հորն էլ գիտենք, մորն էլ գիտենք, քույրերին էլ գիտենք, եղբայրներին էլ գիտենք, բայց չենք կարողանում հասկանալ, որտեղից սրան է զորությունը, որտեղ մարդու ներքին աշխարհը բավարար չէ, մարդու ծնունդը բավարար չէ, մարդու կրթությունը, դաստիարակությունը բավարար չէ կյանքը տեսնելու եւ ճանաչելու։ Դրա համար երբ որ Տերը հարցրեց, շարունակեց, ասեց Պետրոս, իսկ դուք ով եք ասում իմ համար։ Պետրոսը ասեց, դու ես կենդանի Աստծո որդին։ Եվ Տերը ինչ ասեց իրան, երանի քեզ Պետրոս, որ մարմին ու այրունը չհայտնեց քեզ։ Մարմին ու այրունը չի կարող հայտնել կյանքի մասին։ Մարմին ու այրունը չի կարող հայտնել ու բացել ճշմարտությունը։ Մարմին ու այրունը այնքան խառն է իր անձի կյանքը, անձը, եղբայրներ, քույրեր, այնքան այդ անձը մարդկային ինքը թշնամի է, հակառակ է Աստծուն, նա չի կարող ճանաչել, անձի տեսողությունը բավարար չէ, անձի մեջ լույս չկա ճանաչելու։ Սաղմոսի մեջ ինչ է գրված, կյանքի աղբյուրը քո մոտ է եւ քո լույսովն ենք տեսնում լույս։ Մարդու ներսը, եղբայրներ, քույրեր, դրա համար Հիսուսը ասեց, հոգին է կենդանի ընողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Շատերս այսօր այդ անձի հետևից ենք ընկած, որին Տերը ասեց, եթե անձդ ես աշխարհում չատես, երկրավորը, մարմնավորը, այս աշխարհի ծնունդը իր տեսակով, Աստված ասում է, որ դու ատես, բայց մենք փայփայում ենք, սիրում ենք, անձի կյանքը, երկրավորը, դա չի կարող, դա իր ներսը չկա այդքան լույս, բավարար չէ այդ կյանքը տեսնելու ճշմարտությունը։ Դրա համար, եղբայրներ, քույրեր, ինչի համար, ինչպես եղավ, որ խաչի վրայի ավազակը, չէ, խաչի վրայի ավազակը, երբ որ երկու աջ ու ցախ կողմերում խաչված էին, մենք շատ ենք լսել, եւ մեկը կար, որ այդ կարճ ժամանակում այդ խաչի վրայի ժամանակվա ընթացքում Հիսուսին նայելով ինքը մի բան տեսավ եւ մի կարևոր բան ընդունեց։
ինքը ասեց, որ մենք արժանի ենք սրան, իրա մեղքը ընդունեց, շատերը, որ այդ մեղքը, իրանց մեղքը, բուն մեղքը չեն ճանաչում, իրանց դժվար է, որտև այդ մեղքն է արգելքը, խավարը կուրացրեց մարդկանց աչքերը, աշխարհի բոլոր մարդիկ լուսավորվելու կարիք ունին, մարդու ներսի, լսել եք, չէ՞ մարդիկ ասում է, լսեմ, մի քիչ կամ ճոգեմ, հասկանամ, ուղեղի զոր տամ, այդպես աստվածապաշտությունը հայտնի չի դառնում մարդուն, որտև Հիսուսը ինքը ասեց, շնորհակալ եմ քեզանից Հայր, որ իմաստուններից ես աշխարհի գիտուններից պահեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Եվ ճշմարտությունը, կյանքը հայտնություն է։ Պողոս առաքյալն ասում է, ես ավետարանը մարդուց չեմ առել, դա կյանքի հայտնություն է եւ դա հայտնվում է ոչ բոլոր մարդկանց։ Գիտեք ում է հայտնվում։ Հիսուսը այսպիսի խոսքեր ուներ. նա, որ իմ հորիցը լսում է եւ սովորում, գալիս է իմ մոտ։ Հին ուխտի մեջ հայրը Մովսեսի ժամանակ, չէ, Աբրահամի ժամանակ, Մովսեսի ժամանակ վերևում էր բացարձակապես հայրը։ Եվ նա տվեց օրենքներ, եւ նա տվեց պատվիրաններ, եւ ինչ էին սովորելու մարդիկ։ Մարդիկ ուզում են այդ պատվիրաններով ապրել, այդ օրենքներով ապրել, եւ ովքեր լսեցին հորից, սովորեցին այդ պատվիրաններով եւ օրենքներով ապրել, այդ օրենքներն ու պատվիրանները լուսավորելով իրանց ուղիղ տարան Հիսուսի գիրկը, որտեղ մարդու ներքին աշխարհը բացվավ, որտեղ Աստծո խոսքն ասում է, քո պատվիրանը ճրագ է եւ օրենքը լույս, իրանց ներքին աշխարհը բացվավ խավարը, սուտը, որ իրանց անձի մեջ կյանք չկա, եւ բացվավ ճշմարտությունը, եւ իրանց հանձնեցին Քրիստոսի հետ համաձայնվան խաչվելու այդ անձի կյանքը, հին մարդը, որը չի կարող չունի այդ տեսողությունը տեսնելու երկնայինը։ Դա ոչ հարստության հետ կապ ունի, ոչ, չգիտեմ, 10 ինստիտուտ ավարտելու հետ կապ ունի, Քրիստոսի աշակերտները գրված է տգետ ու անուսում մարդիկ էին, բայց իրանց ներսը լուսավորվավ կյանքը տեսնելու, դրա համար Պետրոսն ասեց, որու գնանք դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, եւ իրանց բացվավ երկնայինը, որտեվ տրվան, որտեվ սիրեցին Աստծո օրենքը, սիրեցին Աստծո պատվիրանները, եւ այդ օրենքներն ու պատվիրանները լուսավորեցին եւ բացեցին իրանց ներքին աշխարհը, եւ իրանք տեսան իրանց խավարը, որ մարդու ներսը կյանք չկա, եւ երբ որ իրանք այդ խավարը տեսան, տեսավ խաչի վրայի ավազակը, եւ ընդունեց իր մեղքը, եւ ինքը ուշադրությամբ հետևում էր, աշխարհի բոլոր մարդիկ նայում են այդպես թագավորը ինչի նայեց, զորություններ են գործվում, հրեաներն ասում են, ինչ նշաններ ես տալիս, որ տեսնենք եւ հավատանք, շատ-շատերը նշանների հետևից են գնում, կյանքը Քրիստոսի միջի եղած կյանքը տեսնելու համար մեր անձը բավարար չէ, դրա համար Փիլիպոսն ասեց, հայրը ցույց տուր մեզ եւ բավական է։ Հիսուսը ասեց, Փիլիպոս, այսքան ժամանակ քեզ հետ եմ, նա ապրում էր մարդկության մեջ, նրա կյանքը, նրա ներքին աշխարհը, նա տարբեր էր, նա երկնային էակ էր, նա երկնքից էր իջել, ասեց ես երկնքից իջա, ես երկնքից իջած հացն եմ, եւ մարդիկ չկարողացան ճանաչել, ասին ո՞նց է ինքը երկնքից իջել, երբ որ հորը գիտենք, մորը գիտենք, ծնունդը գիտենք, որտեղ է ծնվել, ինչպես եւ այդ երկնային կյանքը Աստծո որդուն չկարողացան ճանաչել։ Եվ Փիլիպոսն ասեց, հայրը ցույց տուր մեզ։ Հիսուսը ասեց, Փիլիպոս, այսքան ժամանակ քեզ հետ եմ։ Եվ դու ինչ ճանաչեցիր, ինձ տեսնողը հորը տեսավ։ Ով կարող էր Հիսուսին տեսնելով տեսնել հորը։ Նրա ներսի կյանքը այդքան տեսողություն մարդը չունի։
Այդ կան տեսողություն մարդը չունի։ Օրինակ դու կարող ես մի շրջապատում քո ընտանիքում աշխատանքի տեղը ապրես ամիսներ, տարիներ, երկար ժամանակ, հոգևոր ապրես, տարբեր լինես, հոգևոր կյանքի մեջ, աշխարհից հեռու, զերծ, մաքուր, չխառնվես ոչ խոսքին, բամբասանքին, աշխարհին, դու լինես լրիվ երկնային էակ, բայց մարդու տեսողությունը չի բավարարում տեսնելու քո ներսի կյանքը։ Երբ որ իմանա հավատացյալ ես, կասի, ձեր մոտ ինչ են անում։ Էս անում են չեն անում, ձեր մոտ որն է կարելի, որը չի կարելի։ Կիմանաս։ Եղբայրներ, քույրեր, մեղք արգելք է, բուն մեղք արգելք է։ Եվ երբ որ այս ավազակ ինքը ընդունեց իր մեղքը ու ասեց մենք, եւ դու չես վախենում Աստծուց, որ հենց նույն պատժի մեջ ես, մենք իրավունքով ենք պատժված, արդար է, որ մենք մեռնենք, մեր կատարած գործը մահվան է արժանի, ես որ խաչվել եմ, մեռնում եմ, ինձ բռնել են, սպանում են, խաչում են, ես արժանի եմ դրան, եւ ինքը իր մեղքը ճանաչեց, մինչև մեղքը չճանաչես, աչքերը չի լուսավորվի տեսնելու Աստծո որդուն։ Դրա համար տարբերություն եղավ այս երկու ավազակների մեջ։ Մեկը մեղադրում էր, ասում էր Քրիստոսն ես, փրկիր քեզ, նա ուրիշ պատկերացումներ ուներ, բայց մեկը ասեց, երբ որ քո թագավորությունով գաս, եթե այս մարդու համար Հիսուսն էլ մարդ էր, մարդը որ մեռավ ո՞ս պիտի կար։ Եթե այս մարդու համար Հիսուսն էլ մարդ էր, ինչպես բոլոր հրյաների համար, ովքեր մարդկանց անուններ էին տալիս, թագավորը մարդու անուն էր տալիս, նա Հովհաննես Մկրտիչն է, մարգարեներից մեկն է, Երեմիան է, բայց այս խաչի վրայի ավազակի համար Հիսուս անձը Աստծո որդին էր։ Իրան, երբ որ ինքը իր մեղքը ընդունեց, իր աչքերը բացվան։ Կիմանաս, իր տեսողությունը բացվավ։ Շատ հոգևորներս մենք այդ տեսողությունը, մենք էլ շատ անգամներ չունենք այդ տեսողությունը, կիմանաս, այդ ճանաչողությունը, վերցնելու ավետարանից կյանքը, վերցնելու ավետարանից պատկերը, մենք վերցնում ենք հրաշքները, նշանները, հասարակ մի բան աշխարհում ինչպես է աշխարհում։ Հիմա մարդիկ բաժակ նայողին ավելի կհավատան, քան Աստծո խոսքը։ Սուտ եմ ասում։ Սա եղբայր ջան 3 օրից ասեց, 3 օրից բամ դիլինի եղավ, եղբայր ջան, ինչ ասել էր, ճիշտ դուրս եկավ։ Մարդկանց ինչն է հետարքիր։ Իրան ապագան, վաղվա օրը, ինչ պիտի լինի, ինչ պիտի կատարվի, վերջը ինչ պիտի լինի։ Քո վերջը ու ապագան Սուրբ գրքի մեջ է գրված։ Քո ապագան ես երկրավորը չէ, ընդունեցիր Քրիստոսին, ընդունեցիր քո մեղքը, այ Հիսուսը եկավ ես խաչի վրայի ավազակի հետևից, այ իր ապագան, ասեց այսօր ինձ հետ դրախտում կլինես, իր ապագան, եղբայրներ քույրեր, Տերը թող օրհնեց ես ամեն մեկիդ, լուսավորեց էր աչքերը, բաց է, Սուրբ Հոգին բաց է մեր ամեն մեկիս, դրա համար Աստված ուղարկեց իր որդին, Սուրբ Հոգին, եւ իր որդին ասեց, Հիսուսն ասեց, ես գնամ մխիթարիչը կուղարկեմ, եւ նա ամեն բան կսովորեցնեց ես, Հոգին է կենթանի անողը, մարմինը անձը, երկրավորը, քո ծնունդը շամը չունի, հոգին է կենթանի ընողը, բացողը, երկնային կյանքը, լուսավորողը, խավարը ծրողը, եւ Աստծո որդին եկավ ոչ թե մեզ կարելիների, չի կարելիների գիրկը գցելու, այլ եկավ մեզ խավարից լույսը դարձնելու, իր որդու պատկերը հագցնելու, երկնային կյանքը մեզ հայտնելու, որի համար փառք, պատիվ, ամեն բան մեր Աստծուն կվայելե, բոլոր փառքն ու պատիվը, շնորհքն ու ճշմարտությունը միայն ու միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իրան լինի փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։